Եվ այսպես Տիգրան Աշենը Նիկոլ Փաշինյանի կառավարության նոր ծրագրի առաջին զոհը հարգելի հեռուստադիտողներ, ինչպես եւ սպասվում էր, Հայաստանի Հանրապետության նորընտիր կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թվականի գործողությունների ծրագիրը։ Եթե փորձենք շատ կարճ բանաձևով մեկնաբանել ծրագիրը, ապա կարող ենք ասել, սա ադապտացման ծրագիր է, ադապտացում Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներին, ադապտացում նրան, որ այսուհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ժամանակին ասում էր Ջոն Բոլթոնը, վերջնականապես հրաժարվում է պատմական կարծրատիպերից, Արցախի մասին մոռանում ենք, ինչպես նաև ընկալում ենք իրողությունները այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանի Դաշնությունը դաշնակից չէ, ռազմավարական դաշնակից չէ, որ ՀԱՊԿ-ի հետ ընդհանրապես հարաբերությունները պետք է զրոյացնել։ Ինչն էր հատկանշական ծրագրում, ուրեմն տեսեք, Իրանի վերաբերյալ, Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերյալ, Չինաստանի վերաբերյալ, Եվրամիության վերաբերյալ ծրագրում հստակ ամրագրված է հետևյալ ձևակերպումը՝ ռազմավարական։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում պարզապես նշվում է, որ հարաբերությունները տրանսֆորմացվում են խաղաղության պայմաններում, ռազմավարական բառը ներառված չէ, դա վկայում է հետևյալի մասին. այն գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին տարիներին, որոնք վկայում էին այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, կրկին ասենք, չի փոխում դեպի Եվրամիություն, փոխում է դեպի թուրքական աշխարհ, պարզապես քարոզչությունն է փորձում մարդկանց համոզել, որ տանում են դեպի Եվրամիություն։ Այս աշխարհակաղակական վեկտորի փոփոխությունը վերոհիշյալ ծրագրով ինքը ել ավելի է արագացվում։ Այդ իսկ պատճառով էլ ասում ենք, սա ադապտացման ծրագիր է, Թուրքիա եւ Ադրբեջանի պահանջների ադապտացման ծրագիր ու ինչն էր նաեւ շատ յուրահատուկ, ուրեմն տեսեք Նիկոլ Փաշինյանը հրապարակում է ծրագիրը կառավարության 3 երեկոյան այն հրապարակվեց, այսօր կառավարության նիստի ժամանակ խոսվեց ծրագրի մասին եւ անմիջապես կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները վկայում են այն մասին, որ շատ ժամանակ ինքը չունի եւ այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այսօրվանից սկսել վերոհիշյալ ադապտացման ծրագիրը կյանքի կոչել։ Ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը խաչ քաշեց հայկական Տիգրան Աշենի վրա, ինքը ասում է հայկական տարածքների մեջ Տիգրան Աշենը քյարքին չի մտնում, ասում է կան քարտեզներ, որոնցով երևում է, որ քյարքինը ադրբեջանական, որ Տավուշի մարզում մենք եւս ունենք տարածքներ, որոնք ադրբեջանական են, խոսքը ոսկե պարի մասն է, ուրեմն տեսեք, հա ռազմավարական առումով մենք անպայման այս ամեն ինչին պետք է անդրադառնանք ու հասկանանք, թե ինչ է կատարվելու Հայաստանի Հանրապետության հետ, եթե վերջնականապես ոչ թե որոշում պարզապես կայացվի, այլ հանձնվեն Տիգրան Աշենը, ոսկե պարը, դեպ նաև հետագա մեր հաղորդումների ժամանակ խոսք եմ տալիս անպայման կներկայացնենք թվերը վերջին տարիներին կայացած ընտրությունների 21 թվականի, 26 թվականի, թե օրինակ Տիգրան Աշենում եւ ոսկե պարում բնակիչները ինչպես են քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, քանի քվե են տվել, ինչևէ տեսեք, եթե մենք զրկվում ենք Տիգրան Աշենից, եթե մենք զրկվում ենք ոսկե պարից, մենք ունենում ենք ռազմավարական առումով խնդիրներ, որովհետև Տիգրան Աշենով անցնում է Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության տարածքի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող երթուղին մեր գազատարը Իրանից դեպի Հայաստանի Հանրապետություն եւս այդ տարածքներով է անցնում եւ եթե դու հանձնում ես Տիգրան Աշենը քեզ Սյունիքի հետ փաստացիորեն կապում է այս պայդրությամբ ընդամենը մեկ ճանապարհ, որը անցնում է Վեդիով։ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո այսօր ազդարարեց, որ պատրաստ են հանձնել, հավանաբար մենք չենք սխալվի, եթե ասենք, որ երբ որ ընտրություններից հետո Հիկմետ Հաջիևը եկել էր Հայաստանի Հանրապետություն եւ հանդիպել էր Արմեն Գրիգորյանի հետ, հենց այս հարցն էին իրենք քննարկում, ինչպես նաև ընտրություններից առաջ, երբ որ Ադրբեջանի փոխվարչապետն էր եկել Հայաստանի Հանրապետություն եւ ադրբեջանական մամուլում նշեցին, որ իրենք քննարկել են նաև այսպես կոչված անկլավների հարցը, հենց այս հարցն են իրենք քննարկում։ Իսկ ինչը վերաբերում է Տավուշի մարզին, այնտեղ մենք տեսել ենք, չէ՞, ինչպես է արդեն մի հատվածը Ադրբեջանին հանձնվել եւ դա նշվել է, որ իրականացվել է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց։ Իդեպ մի կարևոր նրբերանգ նկատեք, որ դելիմիտացիայի դեմարկացիայի է ենթարկվում այն հատվածները կամ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն հատվածների մասին, որոնք ձեռնտու են Ադրբեջանին իրենց Տավուշում
Գիրանցի հատվածում ինչ-որ հատված էր պետք, այնտեղ դելիմիտացիա, դեմարկացիա իրականացվեց։ Իրենք ուզում են վերահսկողություն ստանալ Տիգրանաշենի նկատմամբ, որպեսզի Հայաստանը երկու մասի բաժանեն, որպեսզի ստեղծվի մի իրավիճակ, երբ որ Իրանից եկող գազատարը վտանգի տակ լինի, երբ որ դեպի Իրան տանող ճանապարհը եւս վտանգի տակ լինի, եւ Նիկոլ Փաշինյանը հենց դրա մասին է խոսում, բայց խոսք չկա նրա մասին, որ օրինակ Ջերմուկի հարակից հատվածներում ադրբեջանցիները գրավել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները եւ դելիմիտացիա դեմարկացիայի արդյունքում իշխանությունները ասում են, որ այդ հարցը պետք է լուծվի։ Ինչու այդտեղ դելիմիտացիա դեմարկացիա չի իրականացվում։ Եվ հիմա կրկին գալով Տավուշին, տեսեք, եթե ոսկեպարը հանձնվում է Ադրբեջանին կամ Նիկոլ Փաշինյանը այլ անվանումներ է տալիս այդ բնակավայրերի, դա հանգեցնում է նրան, որ մենք պետք է փոխենք ուղին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի, ինչպես նաև Վրաստանից Հայաստան եկող գազատարը եւս հայտնվում է վտանգի տակ, գազատարը հերթական անգամ հիշեցնենք անցնում է Կարմիր կամուրջ Սև Քար Բերդ հատվածով, ինչի ենք մենք վերջում հասնելու, եթե Նիկոլ Փաշինյանի կողմից նշված դելիմիտացիա դեմարկացիայի գործընթացը վերջն արդյունքում իրականացվի, Ադրբեջանը ստանալու է հնարավորություն վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող երթուղիների, էներգետիկ կոմունիկացիաների նկատմամբ եւ եթե դելիմիտացիան դեմարկացիան այս սցենարով իրականացվի, Նիկոլ Փաշինյանը օգնում է Իլհամ Ալիևին առնվազն ստեղծել հնարավորություններ, ռազմավարական գետնի վրա հնարավորություններ Հայաստանի հետ կրկնել այն, ինչ իրենք արեցին Արցախի հանրապետության հետ, երբ որ Արցախի հանրապետությունը բլոկադայի ենթարկեցին, ինչի վերջնարդյունքը եղավ այն, որ Արցախը հայաթափվեց։ Այսօր նաև խոսելով դելիմիտացիայի դեմարկացիայի մասին, Նիկոլ Փաշինյանը կրկին խոսում է Արցվաշենի մասին, տեսեք, միգուցե շատ ցինիկ է այս պայդրությամբ, էլի, այս ձևակերպումը հնչում, հատկապես հաշվի առնելով այն քարոզչությունը, որ իշխանությունները իրականացնում են, թե մենք ոնց կարանք հրաժարվենք Արցվաշենից, տարիներ շարունակ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո չէ, բայց մեր վերահսկողության ներքո է Տիգրանաշենը, որի կարևորության մասին մենք արդեն խոսեցինք, առնվազն մեր շահերից կբխեր, շատ մեղմ ենք ասում, հա, որ մեր շահերից կբխել այն, որ Տիգրանաշենը շարունակել մնալ Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Իսկ ինչը վերաբերում է Արցվաշենին, բացի էմոցիայից կա այստեղ նաև շատ կարևոր նրբերանգ։ 15 կիլոմետր է բաժանում Հայաստանի հիմնական հատվածը Արցվաշենից։ Կոմունիկացիաները այդտեղ ինչպես են անցկացվելու, ով է գնալու այնտեղ ապրելու, ինչպես է այդտեղի անվտանգությունը ապահովվելու, կրկին ասենք, հա, տեսեք, Ջերմուկում կա իրավիճակ, երբ որ մեր գլխավոր շտաբի պետը ինչ է ասում, ադրբեջանցիները սովածանալու են եւ դուրս են գալու այնտեղից, բայց դա տեղի չունեցավ, հայկական ստորաբաժանումներն էլ վերահսկողություն չհաստատեցին այդ տարածքների նկատմամբ, հայկական ստորաբաժանումների մա ոնց են գնալու Արցվաշեն, ոնց են այդտեղի անվտանգությունը ապահովելու։ Սա ոչ թե էմոցիոնալ հարց է, սա իսկապես կարևորագույն հարց է, որի պատասխան իշխանությունները չունեն, իրենք պարզապես մանիպուլյացիա են ենթարկում հանրային կարծիքը, որպեսզի հասարակությունը շատ չմտածի այն մասին, որ դու ոչ թե ստանում ես կամ չես ստանում Արցվաշեն, այն էլ դեռ հստակ չէ, Ադրբեջանը կհամաձայնվի այդ տարածքը փոխանակելու, այլ իրենք փորձում են անել ամեն ինչ, որպեսզի դուք չհասկանաք, չխոսեք այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնում է Ադրբեջանին կարևորագույն նշանակություն ունեցող Տիգրանաշեն գյուղը եւ այստեղ է որ մենք գալիս ենք մեր զրույցի ոչ միայն վերջնական հատվածին, այլ նաեւ շատ տրամաբանական մի հարցին։ Տեսեք, դու ռազմավարական առումով հրաժարվում ես Ռուսաստանի Դաշնության հետ խորացնել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, ասում ես մենք փոխակերպումը հարաբերությունների շարունակում ենք, դու ունենալով խնդիրներ արդեն ԵԱՏՄ շուկաների հետ, դու շարունակում ես պնդել, որ Եվրամիության վերաբերյալ ընդունված օրենքի համատեքստում շարունակելու ես գործողություններ իրականացնել, ինչ օրենքի մասին է խոսքը, Եվրամիության անդամակցության օրենքի մասին է խոսքը, այս ամենը մի կողմից, մյուս կողմից դու պատրաստակամություն ես հայտնում Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը, եւ վերջում մենք գալիս ենք մի շատ տրամաբանական, շատ լեգիտիմ հարցի։ Հարգելի հեռուստադիտողներ, ով է գրել այս ծրագիրը, որ մայրաքաղաքում է գրվել այս ծրագիրը եւ ում շահերից է առաջին հերթին բխում այս ծրագրի իրականացումը ու նաեւ եւս մի կարեւոր նրբերանգ, սա էլ ասենք, երևի նոր ավարտենք մեր այսօրվա զրույցը, ուրեմն տեսեք, այսօր ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ծրագրային դրույթներից մեկի մասին։ Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում 2021 թվականի ծրագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինձ պարտադրեցին
վերանայել դա։ Ինքը չի ասում, որ ինքը խաբել էր քաղաքացիներին, ասել էր քաղաքացիներին այն, ինչ իրենք ուզում էին, այսինքն Շուշիի Հադրութի դեօկուպացիա պետք է իրականացվի, որտեղ են երաշխիքները, որ օրինակ մի օր Նիկոլ Փաշինյանը չի գա եւ չի ասի հետեւյալը. դե ճիշտ է ծրագրում գրել ենք, որ թրիպը պետք է իրականացվի, բայց քաղաքացիները լսելով ադրբեջանական կողմից հնչող գնահատականները, որ իրենց համար անընդունելի է այլ տարբերակ, քան Միջանցք, ու եթե Հայաստանը այլ տարբերակ հանձնի, քան Միջանցքը պատերազմը լինել, ինքը հրաժարվել է թրիպ նախագիծը իրականացնելուց։ Սա իսկապես հարցերի հարցն է եւ այն ծրագիրը, որը ընդունել է կառավարությունը, այդ հարցերի պատասխանը չի տալիս։ Միևնույն ժամանակ առաջ է բերում մեկ այլ հարց, կրկին ասենք, ով է գրել այս ծրագիրը, որ մայրաքաղաքում է գրվել այս ծրագիրը եւ որ երկրի շահերին է համապատասխանում այս ծրագիրը։ Մտածեք այդ մասին։